Գդել անում X, ստորի չտել բանա դանում։ Իսկ թավարուսի թողել է մրի Okay, ամենայ, պրոստը հմի գալիս եմ ուստեղ, նա կամայական տեղ, ես օրինակ իմ պապկանի մեջ, նա պրոջեկցուն եմ, ուստեղ երկատ պապկա ունեմ, բացում ենք CMD, հիշում եք ես, command prompt, բացում ենք ես, հիշում ես եսի դուտիկ, ես պոիսկի մեջ գրում ես գուգեն ճան CMD, command prompt, կամ գրի, That's it, այս վերևից ընկերություն այս բանը կոպի եք անում ճանապարհը այս պրոջեկտի մեջ բանանենք չգիտեմ որտեղ եք սարքում որտեղ որ սարքում եք էլի ավելի շուտ ես օրինակ պրոջեկտ եմ արել որ այստեղ սարքեմ եթե չեք կարաք պրոստը չգիտեմ դեսքթոփի վրա մի տես սարքեք Առանձին պապկանի ինքը նայ կարաս գնաս դեսքթոփի վրա էսի կոպի անես այսինքն այս դեսքթոփը ընտրես այս վերևի ճանապարհը կոպի անես գնաս գրես այստեղ տեղ CD դեսքթոփ այս CD-ը նշանակում է change direction փոխում է պապկի ուղղությունը Հա, էվը, մերսի Դրա անունը կարաս կամ քննի նայ կարաս դեսքթոփից սարքես գուգին ջան հələ բաց դες հնալը միլիոկը Ռաբոչի ստոլը ընտրել դա որտեղ ես վերևի ճամփը այս չետեշ ինչ կոր հա թեքս հետի տար չդե վարա Həmin ընկերություն նայեք ես դες բանի մեջ եմ սարքելու Desktop-ի մեջ տղիկ ունեմ ես ուրեմն projects-ի մեջ ես կսարքեմ այդ ng Gurgenjan new պրոյեկտի տանում խոսքի վայլ ես հավսել ուրիշ բան չկա անել ուստեղ No Server side no ենք չտալի no տղիկ edit հոյցա Տայք Այսօր ես Wildberries-ը ստրուկտուրնի առումով կհավաքեմ, այսինքն ոչ թե HTML, CSS այլ բան, այլ ընդհանուր Wildberries-ի կարկասը ես կգցեմ, թե ոնց պետք է իրականում այդ պրոյեկտը լինի, հա, օտիլը։ Կոմպոնենտների բաժանելով, թե ինչ մասերից պետք է բաղկացած լինի եւ այլն, հա։ Դու ես հասել։ Ես նկարներ չինեմ, հեսա как раз системատիկ փորձի։ Երևի ուղղակիորեն այդպես դե բան այն դակաժին շատ կարծես Իհարկե պետք է որ ասես բարի մնաս
դեպի մեզ անգլիա դիսմո 10-ից են հին վերսիայում ասեց է։ Հնում ասեց է, բայց այս թազով արդեն public է։ օքեյ վերտիքս դե Հա, զեկ ժողին կակրես։ Դե հա չես ճոգելու, չի երևալու ինչ է կոտորում։ Просто չափերի բան։ Ախր գիտես ոնց պետք է նայես։ Դու մեծացած ժամանակ կարաս չափեր տաս ֆիքսված։ Բայց սովորաբար պետք է ֆիքսված չափեր, ես հիշում եք այն ժամանակ դզասում էի։ Ֆիքսված չափ տվեք մենակ փուճուր բաների։ Այսինքն ընդ եթե կոնկրետ նկար կա, որը գիտեք այդ նկարը միշտ է չափը պետք է լինի, օքեյ, տվեք։ Բաթոններին երբեք ես width to height չեմ տվել։ Բաթոնները մենակ ես դզել եմ padding-ով։ Ուրիշ բան չեմ տվել ես բացի դրանից։ Input ունեք, էլի height width մի տվեք։ Padding տվեք, տոկոսայինով տվեք width-ը կամ չգիտեմ լավ եթե վստահ եք որ ախպեր հենց չոտկի այդքան է, օքեյ լավ տոր width-ը այսքան։ Հա? Հա, իսկական է, դեպի Ո՞ր զարգանա։ Հենց դրա Սա հետը Ay, trader, ay, Если Кирсанда, это утро пиксель, Нишан, Banka, Loran şu takip padding-ը Reset mi var? Vite havlu behar şeklinde. width-ը 100 վեհար, վեհաշը վեր height-ը։ Hate 90 piksel, padding 8 piksel, 0 ու 16. Հա, դե չափերով չգիտեմ, դե ինչքան 16-ը պետք է։ գինն է, չէ, 3 հազարը։ Հա, 0 աչուկ չէ։ չէ, զրո վերեն է, եթե առաջինը 0 տվել։ Չէ, 8-ը աչուկ է, 8-ը աչուկ է, 0-ն վերեն է, 16-ը ներքին։ 3 հատով ես տվել։ Եթե 3 հատով ես տվել, մեջտեղին է միշտ աճուձախնում։ Անդերը ինչ է վերա։ Ու պահում են ինքը նորմալ։ Մեջտեղինն է աճուձախ։ 3 հատի դեպքում։ Չէ, ճիշտ է։ Այս բանն է, այս Hayden-ը որ կա, Hayden-ը այսի դա, այս մեծ բանն է, այս կաբուտը որ կա։ Նայ։ Այս կաբուտը որ չէ, ոչ եմ այս ռոզին, ամենամեծ ռոզին է, Hayden-ը։ Այդ դիգ են տվել։ Իսկ Hayden կոմպոնենտն է այս է, Hayden կոմպոնենտն է այս է, այս բանն է, այս երկուսը իրար հետ է։ Hayden կոմպոնենտը, Hayden կոմպոնենտի մեջ է, նա կա Hayden top կոմպոնենտ, վերևի տողը, վերևի գիծը, մատը Hayden bottom կոմպոնենտ, ներքևի գիծը։ Ընդեղ մատը օպշի flex եմ սարքել, մոդավորապես մատը օպշի մեծ կա, սարի համար մատը flex կլաս կա, որ ոչ սպետ բիթվինյա։ Մեկի գապը 10 պիքսել, դիգել ընդեղ նա բան կա, անում չա։ Այս սրանց համար եմ դիգ գապը տվել, մեկի սրանց չի վերաբերվել գապը, որ սպետ բիթվին է տարել կաշում կողով, գապից մեկի սրանց որեն չի նստել, այս սրա համար եմ այդ գապը տվել։ Այս Հենց իրանց վրա ես տվել։ Հենց իրանց վրա ես տվել։ Ուշուստի մատ Լավ, եկեք սենց կանենք։
address վայրկին ու կարծին կան։ Այդ դրանց եմ տվել խլեցը։ Էդի մի հատ որ հավաքեք բրծներեք տվեք, հաճատ նայելու եմ հետներդ, որտեղ հասկանամ CSS-ը ինչ է, ինձ թվում է CSS-ը հետ եք փակվել։ HTML CSS-ը։ Ամենալավը գույնն էր։ Իրանց Գրադիենտ։ դե շքնցան։ Okay, տանեք, մինայք, մի հատ հեսա public-ի image-ի մեջ մի հատ պապկա նկար գցեցի download image JPEG-ը ինչ։ Գալիս եմ ստե մի հատ image եմ սարքում, ես ասեմ տան, մի հատ էլ է image-ի մեջի Աջան տվել եմ public-ի մեջի Հա, public բառը вообще պետք է չգրվի իրականում։ Public-ը նենց պապկա տվեք, որ ինքը հենց նենց սարքած է հենց այդ մտքով ու նպատակով, էլի։ Հեսա ասեմ ավելի ճիշտ, այս public պապկեն։ Հեսա, նայեք տակ։ Այս public-ը Angular JSON ֆայլ ունենք, настройки ֆայլ ունենք, հա։ Հիշում եք, ես սրա մասին ասել եմ ձեզ։ Այս настройки ֆայլում նայեք ուղղակի։ Настройки ֆայլում դու տալիս ես թե օրինակ ու գլխավոր CSS-ը հեսա, նայ օրինակ style CSS-ը, ով որոշեց, որ ամենագլխավորն է Hawaii ֆայլ կլներ։ Տայեք, նայեք, այս ստրուկտուրան պահելը, okay, հասկացեք, բայց սա կլներ տուֆտա ֆայլերի հավաքածու։ Եթե չլիներ Angular JSON ֆայլ, Angular JSON ֆայլն է, հենց սա ձեր настройки-ը ու հիմնական ամեն ինչը որոշում, okay։ Ահա, ստեղ տված է տիկ, որ public պապկեն է հանդիսանում նկարների համար, ոչ միայն նկարի, ինչ ուզում ես պայել, հա։ Գնացի։ Բայց իմը տեղավ հենա տիկ, կարող է public-ով ես գրեկամ։ Չէ, բայց չէ, դու առանց public-ի հետ գրեք։ Ես շատ գերում եմ։ Դա։ Տայք, մի ասում եմ Wildberries-ը ու Հլտիկ մատայտի առանձին էլ կնանք, հասկանանք ինչ մոմենտ է։ Wildberries Okay, նայք։ Բայց դες պիտան կապագետում չէ, вообще SVG-ի մասին է խոսքը։ Okay, հա, SVG-ն է։ SVG-ն պետք է մոտը տնի, հա։ Մի իմ էկրանով սենց է։ Տղեկ, նայք, նենց է սարկած, որ դու իշքան է հեռվացնես, գիտեք խի է սենց։ Գորգ մեզ, որ ես սրանից հետո իշքան է փոքրացնեմ, ինքը սենց ամենը։ Մաքսիմում կոնտենտ է տված, ճիշտ է։ Ինչին է տված, ոչ թե հետևի գույնին, այլ Դիվին է տված, հետևի միջի դիվին է տված։ Okay, նայք, գնացինք։ Այս կայքը տղեկ, մի հատ ունի header, մի հատ ունի ես տակի content ու ունի նաև footer, որը որ հազվադեպ ես հասցնում տենասել է։ Տեսակ ինչ հետը։ Հա, տկի մասն է, էլի։ Այո, բս։ Ուրեմն կսարքեմ components պապկա տղեկ ջան։ Components։ Որտեղ կտեղավորեմ հետևյալ կոմպոնենտները։ Այս անտեր։ Ինը մեջ է։ Տանը, ng generate component, components-ի մեջ մի հատ header։ Մի հատ content հատ է footer տղեկ։ Ահա։
Կոնտենտի մեջ տղեկ, ավելի շատ լավ եկեք header-ից գա։ Նախ, APP-ին պարտադիր կպցնում ենք հետևյալ բաները, կոմպոնենտները, ուրեմն կունենանք տղեկ ջան header-ը, չէ։ Բայց APP header չէ։ APP APP header-ը հեսա կեթամ իմպորտները կան։ APP գինը, APP header-ը, APP կոնտենտը եւ տղեկ ջան, APP footer-ը։ Всё, տղեկ, հենց APP-ի հետ գործ չունենք։ Okay, այսինքն APP կոմպոնենտից ուրիշ բան չի կարելի ուզել, բացի իմպորտներից։ Չէ, վիզուալն այլ է, ապուշությունը վիզուալը մեկը հարցնում։ Header կոմպոնենտ։ Չէ, նես չի տենց, դու բայդակ կարող է հարցնի անեմ, թե չի անեմ, դու պետք է ասես, որ հա, header կոմպոնենտ, նես չի ինքնագելով կոտերոսով չկտ տալեն անում այլ, բայց գոնե հասկանում են չէ կատարում, header և տղիկ ջան, իհարկե content կոմպոնենտ։ Բայց կապ ունի դու ոնես հերթականություն Որտեղ։ Իմպորտների մեջ չէ։ Իմպորտների մեջ չէ։ Իհարկե ստուգում։ Դիվեր հետ ոնց որ դիվ հաշվի, իրան ուրիշ հաշվով մի նայեք իրան։ Просто մի հատ ուրիշ բան կա։ Մի կարաս դու կոմպոնենտ դիվ չգրես, բայց header գրես։ Header-ը tag-ը։ Տես tag կա։ Եթե չեմ սխալվում, header tag չկար։ Կար չէ՞, հա։ Այս HTML-ի tag-ը պրոստը, տղեկ, հեսա։ Ուղղակի tag-ը ինքը ոնց որ div։ Ինչ որ առանձնահատկություն ունի կամ եսին ինչ որ բան ունի, բացարձակ դեպքում։ Okay, տղեկ, գնացինք, ուրեմն։ Հազվոր տենց։ Տղեկ, header-ը բաղկացած է երկու հատվածից, չէ՞։ Վերևի հատվածը ու ներքևի հատվածը։ Համի, Այդ բանը ոնց է, պրոստը նկարա դրվում, այնտեղ այսօր էկրանում է GPS-ի նշանով տարածվող դրա կողքը նկարա կարաս չէ, ինչ-որ հատուկ բան կա, որ կոնկրետ կուտերը դիմանա այդ պահին բանունի, թե պրոստը նկարվի, հասցեի առումով, ես ասում։ Իրականում, հա, շատ հանգիստ կարաս դուբոյ բրաուզերի հարցնում ես տալիս է քեզ։ Այսինքն մի բրաուզերը գիտի որտեղից ես կպել։ Հա, դեմ ասում էլի, պետք է տեսք դի արվի, թե պրոստը նկարվի։ Դե դի հələ որ նկար պետք է դրվի, դա ես դեզնից ֆունկցիոնալ դրվող շիվան չեմ ուզում։ Որ ասի դի դրի Հավաքելու ենք, կտոր միասին անելու ենք ֆունկցիոնալ։ Ինձ պետք է որ Вообще իմ միտքը այն էր, որ դուք HTML-ը հավաքած գաք, ես վրան ֆունկցիոնալը հավաքեմ։ Դուք HTML-ը հավաքած գաք, ես ֆունկցիոնալը հավաքեմ։ Հա, որ դրա վրա ժամանակ չպատիկ, հա, բայց քելեք առաջի անգամ ես ստրուկտուրնի հավաքեմ ոնց որ ստրուկտուրա տամ։ Հա։ Հետո բան կանենք։ ng generate component, տղեկ ջան, components-ի մեջ։ Ինչ է։ Ինչ է։ Components-ի header-ի մեջ։ Ես էլա header է, նոր ասում եմ։ Wildberries-ի մեջ էիր ասում։ Դե հա դեմի Դե հարցը Wildberries-ն է։ Պատկերացը կոմպոնենտա գրած։ Եթե կոմպոնենտա գրած կարելի է։ Այն գվանը հետ չի, էսի Կոնտենտը հետ է։ էսի մեջ չի։ Միանակ form diverse ակում ու всё, գնա։ Հա, էսի բանը, դա էսի իրականում իրանք չեն հավաքես գրադարան են կպցել։ Դե հա նկարները հա, դիզայներն է տվել, բայց էսի գրադարան կա, Swiper-ը կոչվում։ Հա։ Ինչ ձևի ասես կա ստեղ։
Հեսա նայեցիք, արդեն սարքած պատրաստի կա օրինակներով, որ սենց անես։ Ոստը վերցում օգտագործում ես։ Այ, էսի գրադարանա, պտի նախ ինստալ անես, հա, պտի քաշես էտի, ոնց ես օրինակ անգլիարը, որ քաշեցիք նոդ մոդուլսում լիքը բան ավելացավ, չէ՞։ Էս է պտի package JSON-ում ավելանա, նոդ մոդուլսում ավելանա։ Կարաս քոնն էլ հավաքես։ Կարաս քոսեպական հավաքես։ Դե նայ, եթե բարդ բան ես հավաքելու կամ ժամանակ չունես, միանշանակ էլիկ օգտագործես։ Որտեղ էնի հավաքածա սարքոտածա լյուբոյ տարբերակով ընդեղ նայածա հսկայական ֆունկցիոնալ ունի, հա, տես իր հարաբերությունները Okay, header image, components header, սարքում ենք top ինչ է մեջը սարքում տայք, որ ես հստակ հասկանամ, որ սա header-ի հետ կապ ունի, հա? Մատը բոցը Հա, էդի արդեն տիկ ջան, կսարքես բանի մեջ, բոցը, նայ, ես ոնց բաժանեցի, header կոչված իմ համար ես ամբողջն էր, հա, header կոմպոնենտը տայք ջան, իմ համար ծառայելու է որպես ես ամբողջություն, այս ամբողջ, header կոմպոնենտի մեջ ես նախատեսեցի, որ ունենալու է մի հատ այս տակի կտոր, bottom, և top, վերևի կտոր, նայ, ես երկու հատվածներին եմ բաժանել, այդ տիկ քո ասածը արդեն, կաս bottom-ի մեջ, Okay, հələ գնացինք, header-ը մի հատ ուրեմն պալիվով մի հատ մեծ div ալնելու, տղեկ չեմ, կլասը header, տայդին տուր, վապշա կազուցը չէ, որ ընդեղ էլ է կլասով սարքած, չէ, տենց Իշկա կլասով էլ է, հատուկ բան չկա, դե կլասը շատ հարմար է իրականում ավելի, գրում ես կլաս պծում, ես այդի շատ չեմ սիրում, եթե անկես էլ, հա, որոնք ես, հա, սրանք կարակ պրոստը սպաներով կամ դիվերով հավաքեք, հետո կասեք, Էսիք սպանա, ես նկատը սպանա, հա, գիտեմ էսիք այա, ես option այա, ես մարդու դիվանովերը սպանա, հետի նայում ես ուղի թապում այլ, ելը ոնց է դες դեկան գտում սպանի մեջ, option այա, ես կանը բոլոկա, դրա համար տայք, ես չեմ խորդ նայք, ես չեմ ուզում նայեմ իրենք ինչ են ալի տակից, ես դաժ չեմ ուզում նայեմ, հասկանալ է, բայց միքի ինի կծեցի դիվի մեջը, այլ HTML-ի բանի մեջ չկծեցի, APP HTML-ի մեջը գնացի կծել APP բանի մեջ, չի չորգի, այ, ջան, էսի դիվ, կարող ենք առաջի հայացքից նմանը, բայց ինքը չես կարա սրա մեջ, գուրգեն ջան, ինչ-որ բան գրես, հա, կոմպոնենտի թեգի մեջ չի կարելի բան գրել, հա, okay, կարամ գրեմ հետո ուրիշ ձեր կա դրան, որ բան փոխանցես ընդեղ, բայց ես ինչ է գրեմ, չի բանել էլ, հասկանալ է, բայց մինտեղ այդ APP բաներ ուր է հեյդերը, թե որ հեյդերը արդեն import ես արել, ասում է դիա միջիններն էլ է, չէ, այն նայք, տայք, մինչև դուք զերով հատուկ չգնաք կպցնեք, ոչ մի բան ուստեղ այդպես ավտոմատ չգնաք, նայ, լավ, մի հատ ուշադիր նայեք, տղեկ, ուշադիր նայեք, ուրեմն, ունենք header component, header component-ում ես սարքեցի երկու հատ թազա պապկա, bottom և top, սա ոչ մի ազդեցություն չի ունենալու ոչ մի ձևով ոչ մի կոմպոնենտի վրա, քանի դեռ ես header-ի մեջ չեմ եկել կպցրել, header HTML-ն է, տղեկ, header HTML-ի մեջ եկա կպցրեցի ես երկու թեգերը, կոմպոնենտները,
Որտեղ եմ import անում, իհարկե header-ի մեջ։ Որտեղ օգտագործողի տեղը պետք է import անում։ Okay, всё։ Էսի sense գնացինք։ Top-ն ու bottom-ը ունենք ըստեղ։ Header բանը սարքեցի, որպեսզի տղեկ ջան, այդ ձեր բանը սարքեմ ես։ Ստեղ ես կտամ header-ի background-ը։ Հա? Այս linear gradient-ը։ Բայց copy ես անում, այնտեղ էլի բանը copy անում։ Հա։ Չէ, իմը չարեց։ Իմը այնտեղ ռուսերեն ես ինչ ասես copy անում։ Nельзя использовать, если не что-то банально такое. Ինչ տանք։ Հա, okay։ Դրանց մնում է, հա, всё մնում է շատ լավ։ Համաձայն եմ։ Եկեք մի անգամից տանք։ Position-ը չէ, fix-it։ Որ մխած մնա, էլի գույնը։ Հիշում ես fix-it-ի կայֆը, որն է, որ ստաժ scroll էիր անում ներքև չէր էթում, էլի։ Left-ը 0, տղեկ, fix-it-ը մի հատ բացասական կողմն էր, պետք է պարտադիր տայր 100%։ Թե չի կորցնում էր։ Ճիշտ է, մենք գիտենք, որ div-ը միշտ 100% է վերցնում։ Բայց հաշ որտասի։ Ինչ տան։ Ինչի նոմա։ Որ ասես ինչի համար անում։ Չէ, դե ունի իմ կոմպի ստանդարտի շա։ Չէ, կոմպի տարբերություն չկա դե։ 100%, ինչի 100% իրա ծնողի 100%։ Ես որ դեմ կետ դրեմ մի հատ։ Ահա բանը background-ի ժամանակ։ Բանը, մեկ էդի շուտած մնում է։ Տղեկ, նայեք ստրուկտուրա, նայեք Գուրգեն ջան, APP header-ը։ Իրա մեջ պարունակում է եւ APP top-ը, նայ բացում է։ Գուրգեն ջան, ես ճիշտ է կարող եմ այնտեղ չտվեցի մեջը ստեղ APP-ի մեջ։ Չէ՞։ Տիկ ջան, պրոստը գրած է APP header։ Բայց ես այն APP header կոմպոնենտի մեջ արդեն APP top-ն ու APP bottom-ը կպցրել եմ, okay։ Տղեկ, puzzle-ի պրինցիպը պատկերացնում եք, չէ՞, ես ոնց եք հավաքելով գնում էլ։ Ահա, header-ի մեջ ունենք top-ն ու bottom-ը, ճիշտ է։ Բայց երկուսը իրա կպցնող չի։ Ինչ պետք չի Գուրգեն։ Այդ top-ն ու bottom-ը, թե ինչ ապերտաս իրա հավասարի։ Կպցնել ինչ իմաստով։ Այդ երկուսը մի հատ բան մեջ պատկասում։ Փոթոթել եմ ես, այս բայց div-ը ինչի սարքեցի։ Header-ը Գուրգեն ջան, ճիշտ է։ Այ հենց APP header կոմպոնենտը բան եմ ավել սարքեց, թե դեմա header-ն եմ սարքել։ Մատ header container-ը սարքես երկուսն եմ գցել դրա մեջ։ Չէ, նայ ինչ բան եղավ։ Հա։ Նայ, էսի դուք հավանաբար սա առանձին կոմպոնենտների չէիք բաժանել, ուղղակի սարքել եք մեջը պրամ։ Չէ՞։ Դուք չունեիք header-ից բացի ուրիշ կոմպոնենտ չէ, պրոստը մի div top-ն ու bottom-ը մի div է։ Բայց sense անենք, հա։ Okay։ Էսի կամոց տղեկ սովորեք այս կայֆերը, որ անդադ դու արդեն անկախ քեզնից դու ինքդ ես բաժանելու էդի կոմպոնենտ։ Նայեք, տղեկ չեմ ասում մախպեր բռնենք այս կտորն է բանանեն կոմպոնենտ սարք։ Էսի։ Вообще մարդկանց սարքում է։ Տղեկ, այս 3 հատը իրանք առանձին կոմպոնենտներ են սարքում։ Տո ինչ-որ միտեղ ճիշտ էլ անում են։ Մենք զուտ այդքան չենք մանրանում, հա, բայց կոմպոնենտի կամ արխիտեկտուրայի տեսանկյունից դա ճիշտ է։ Հա, որտեղ դա պետք է առանձնացնես, որտեղ եթե խորանանք ու նա ցենց հարց կա, ասում են ինքդ քեզ մի հատ հարց տու։ Եթե, չէ, բացի այդ, ասում եմ եթե եղբայր դու կբացատրես սրա լոգիկայի կապը սրանի հետ, ասում եմ ուրեմն թող մի կոմպոնենտ։ Եթե Գուրգեն ջան դու չես կարողանալու բացատրես այդ ինչ կապ ունի նրա հետ, вообще իմաստ չկա, որ իրանք մի տեղում գտնվեն։ Հետաքրքիր էնա որ ամեն բանով ամեն կտորի համար դրել ես ավանում է, լիքը բաներ է։ Լիքը կոմպոնենտներ է սարքում։ Լիքը կոդ է գնալ։ Ну, в принципе, ավելի կողիկ ու կոնկրետ ալու։ Հա, պակիկ։ Ամենայ, օրինակ, այս APP bottom-ի վրա, տղեկ, այսքան tag 1 հեսա կշարեմ ընդ կդառնա այսքան ֆայլ, չէ՞։ Դիք բայց Ամի որ գնաս բանդացես պետք է մանանգաս հերթով գտես որ մեկ ասա, չէ՞։
Այս բարձիկ դրանում ես բնավ դու չես արկես մի հատ չգիտեմ left center right խոսքի կոմպոնենտ հա միտքը չեմ ասում պարտադիր է միշտ տղեկ բան բայց դες ես մինիմալ բաժանումներն եմ անում Hidden bottom component left stance այո ես չեմ մանանա շատ իհարկե նկարում են կողքի գծերը իրար մեջ են թե տենց չես կարող որը նկարում են վարգորսի նկարում են կողքի դա պետք է լիներ left-ի մեջ հա այս search-ը պետք է լինի center-ի մեջ այս երկու անտերն են left-ի մեջ այս երեք անտերը right-ի մեջ գտնենք Okay, եկեք հա տայք ստրուկտուրնի առումով ես բաժանում եմ ամենամինիմալ հատվածների, հա? Ես չէ ոչ շատ եմ բաժանում, ոչ էլ քիչ։ Ամենամինիմալ պահանջներով բաժանում եմ։ APP-ի մեջ տղեկ ջան, կպցրեցինք APP header component-ը, APP header component-ը դիք իր հերթին կպցրեց APP top-ը Գուրգեն ջան եւ APP bottom-ը։ Իրանց համախմբելու համար, որովհետեւ իրանց այդպես բախի բրախի օվկիանոսում շշպրտեն պարտադիր ես իրանց հավաքեցի մի հատ header-ի մեջ, հա, որը որ իրականում դաժե կարող է ճիշտ լինել APP-ում էլ նույնը անել։ Նայեք APP-ում օրինակ փնտի գործ եմ արել։ Բռնե հավայ լցել եմ տիկ այս։ Ամ ես որ ուզենամ օբշի սաղի համար մի հատ փադիկ տամ խոսքի, չեմ կարողանալու։ Ծնող չունեն Գուրգեն ջան։ Այսինքն սրա մեջ է կարած կոմպոնենտ։ Սրա մեջ պետք է կոմպոնենտ չէ, կլաս կոնե մի հատ լինի։ Հա div, ID-ն հավասարը main, հա, որպես հիմնական։ Բայց ինոր մեջ է տղեկ։ Պատկերացրիք ինչ եմ ասում։ Հա։ Դες այ հիմի անտեր էին տիկ։ Լավ էլ արել ես։ Հա։ Հիմի նայ, գնում ենք style CSS։ Գուրգեն ջան։ Ինչ էիր արել։ Հա։ Դե զուտ տայք, միտքը այնա որ Գուրգեն ջան, կոմպոնենտին անտեր չթողի։ Կոմպոնենտներին կամ թե div կլինի, թե ինչ կլինի դի հետ։ Հա։ Դա իրականում ինչ է կատարում, APP header-ի մեջ եղածը, երբ որ Angular-ը սկսում է աշխատել։ Այն անտերի HTML-ի եղածը բերում է ճպասնված տեղ։ Հա, այսինքն ինքը զուտ էսի ասում ախպեր դու զուտ ասա որ կտորը որտեղ պետք է լինի։ Ասում ես կբերեմ տեղերի կշարեմ։ Դրա համար Գուրգեն ջան, երբ որ արդեն բացում ենք որպեսզի պատրաստի տարբերակը տենան։ Այստեղ արդեն տենում ենք APP header-ը իր պարունակությունով, հա? Պատկերացրինք ստրուկտուրան, տոյք։ Հա, Գնացինք։ Նախ ինչ վերաբերվում է global class-ներին, հա? Սովորաբար տղեկ ես կգնամ հիմա, այս մասը ուշադրին է, public-ում կսարքեմ նոր պապկա, անունը կդնեմ SCSS, CSS-ի համար։ Ինչի SCSS տղեկ ջան, որտեղ մեր բոլոր ֆայլերը արդեն SCSS-ով է, հա? Ուրիշ տեղ չունեմ, տիկ, հա? Նայ, CSS ֆայլերը միշտ արդեն Angular-ի կանոններին հետևելով, բացի սրանից։ Պետք է լինի public-ում Գուրգեն ջան։ Որտեղ CSS ֆայլերը դնում միանշանակ public pub։ Որտեղ նկարները դնում միանշանակ public-ում, վիդեո, աուդիո, ամեն ինչ սա public-ում։ Ուրեմն նոր ֆայլ ենք սարքում, անունը դնում ենք global.scss։ Ինչի global, որտեղ Գուրգեն ջան, կան լիքը global բաներ, օրինակ max։ Max-ը լինելու է maximum width-ը 1500 pixel։ Այդպես չէին տվել տղեկ, դե ինչ որ maximum կար։ Մաքսիմում բաներ են դրել։ Դե նայ, մենակ այսի maximum-ը չէ տված տիկ։ Ում է տված այս սրան։ Բայց դա կոնտենտով է։ Ինչով է տվել։ Max content-ը վիթը հավասար max content։ Չէ, չափ պետք է տաս, չես կարող։ Չափ պետք է տվես, maximum width։ Okay, տղեկ։ Maximum width-ը հասկացանք, տվել եք, բայց այս ի՞նչ է տղեկ, ինչ որ կլաս սարքեցի տղեկ, հենց այս մասը հանկարծ բաց չտղեկ։
public-ի մեջ սարքեցի մի հատ նոր CSS ֆայլ։ Հեսա բերում եմ կպցնեմ նախ այդ կլասը, այս ներողություն CSS ֆայլը։ Այս CSS ֆայլը տվեք, вообще հələ որ էական նշանակություն չունի։ Հա? Մաքսը ոչ մեկ չի իմանալու մաքսի գոյության մասին։ Սերիալի դերասանները ոչ մեկ չի իմանալու։ Ամին այ app top-ի մեջ տվեք, app top-ի մեջ կամ հələ օրինակի համար եկեք ուղղակի ստեղ ձևական դնեմ, բայց ըստ չպետք է, էլի։ Max tam սրան։ Գնանք ստուդիան։ Չէ, հիմի Max class չի վեկալը, չէ։ Տենում եք ինչ-որ maximum width հատկություն իր վրա, չէ։ Այդ նշանակում է, որ մեր CSS ֆայլը կպած չի, հենց մեր CSS ֆայլը կպած եղավ, տվեք, միանգամից մենք կհասկանանք, չէ։ Հաճար։ Ուրեմն դուք գալիս ենք style CSS-ի մեջ։ Հա, որը որ գտնում է app component-ի մեջ։ Ներողություն, SRC-ի մեջ։ Սա մեր գլխավոր CSS-ն է։ Գլխավոր CSS-ն է, քիչ է։ Եթե տղեկ ջան, ես սկսեմ այդպես զիբիլները ստեղ գրել, այս գլխավոր ֆայլը կդառնա մի հատ բոմժանոց sense։ Բայց գլխավորը ինչ է, չէ՞։ Մի այս սարքին է վերաբերում։ Ես էլի ոնց են կոմպոնենտները, օրինակ header-ը ոնց է, կարելի չբաժանել, չէ՞ կոմպոնենտների։ Կարա այդպես էլ լցի ճամփի։ Նույնիսկ CSS-ն։ Կարաս չբաժանես գուրգին ջան, տա բեր գրդաբալ է սախտե էլի ծստե, ոչ մի պրոբլեմ։ Զուտ հետո դու չես գտնելու ոչի բան չես կանալու նորմալ փոփ։ Դրա համար տղեկ ջան, ոնց որ global CSS, որ global header խոսքի օրինակի համար, բայց այդպես չէ, այդ header-ի CSS-ը բան գրի header-ի կոմպոնենտի մեջի CSS-ի մեջ։ Աստեղ պետք է գրես գուրգեն ջան, մենակ օրինակ global class-ներ։ Այս բանն եմ գրել global, կարող եմ վաղը ուզենամ flex-ների համար սարքեմ։ Ես օրինակ տղեկ սենց եմ աշխատում вообще։ Ես դեզի ցույց տամ, որ պատկերացնեմ։ Մի հատ եմ ստե ֆայլ սարքում, գրում եմ flex get s css flex-ի համար մի քանի ստանդարտ բաներ պետք է լինեն։ Սարքեմ մի հատ flex center խոսքի, օրինակ եմ ասում, հա։ Նայ։ Flex մեջտեղի գծիկ center class-ն եմ սարքում, չէ՞, գուրգեն ջան։ Մեջ գրում եմ display flex, որ ամեն անգամ պետք չէ թափ CSS-ում գրեմ։ Line items center։ Կամ justify content center։ Կամ եթե flex center ես տվի անունը, իրենքն է պետք է տաս։ Line items center, justify content center։ Խոսքի։ Հալա բեսիկ ո՞նց է։ Հիմին այ հաշվի flex-ն եմ լիքը սարքե կլասներով տվեք։ Global-ում էլ լիքը կլասներ ունեմ set սարքած, գալիս եք просто style css եւ գրում ենք import ոնց թողնեմ include for user-ը սա use css մեջի special ոնց է import Fanic import Հա ճանաչեց Չէ գուրգեն ջան կապա այդ բանը Նա դե flex-ն է SS Բայց flex-ի center Աջան flex մեջտեղի center չէ։ Ֆայլի անունն է, մեկը բցնում Հա, ֆայլի անունը։ Հա, բայց ինչ գործն է, մեջը 800 բան կարա լինել։ Հա? Այս մի որ get box գրես, get Որտե՞ղ։ գրես։ Օգտագործել։ Հա։ Նա նշանակ աշխատել։ Տեղ ջան, ոնց որ կոմպոնենտներն էիք բաժանում, լավ լրկեց։ Ոնց որ կոմպոնենտներն էինք բաժանում մասերի, տղեկ։ Նույն ձևի պետք է բաժանվի
What is considered? Which can't find. Закажи полный jump-off там. Դες պապկից պետի դուս կա, որպեսի հայտնում եմ օբշի մակարդակը, չէ, նայք ուրգենժան, ինքը ստայց ես մա, պետի դուս կա, որ ես հարցից դուս կա, պետի պաբլիկի մեջից կտնի ես CSS-ի մեջի, որ չի տղը պետի աշխատիկ ուրգենժան այ հմի, ենա նայք, կեսից կդրվա բաղթ, մաքսիս աշխատես, տղիք, ու նմանատիպ, լյուբոյի կլաս, ֆլեքսի հետ ակապած ուրգենժան, ուրի ուրմն ոչ միտեղ միգեի, Կոզ ես անում, կեսից քեզից ջոգում ես, որ Գուրգեն ջան, display flex ու justify content space between-ը պակասում է։ Ուրեմն կգաս flex-ից մեջ, կսարքես flex between, այսպես մի հատ կլաս։ Մեջը կգրես display flex, justify content space between։ Այս է տղ ճիշտ աշխատելու ոչ։ Չէ, այս կլասը Գուրգեն ջան, եկալ տարնդե օգտագործի։ Գիտես ինչ եք ստեղ անում։ Երրորդ տեղը պետք կլինի, չորրորդ տեղը պետք կլինի, օգտագործի եղբայր, ինչի ամեն անգամ գնաս գրես display flex justify content space between։ Մի անգամ մի տեղ սարքի դի։ Ես էլ նույնը բան իրան չէ, ամենը վերև։ Էդո լավ ես անում, հա, պրոստը սենց այս պրինցիպով, տղեկ նորից գան։ Բացի կոմպոնենտները բաժանելուց որոշեցինք բաժանենք նաև CSS։ Այն CSS-ը Գուրգեն ջան, որը որ կապված է header-իդ մեջ, header-իդ հետ կոնկրետ իմենը մենակ իր հետ։ Գնա եղբայր գրի header կոմպոնենտիդ մեջի CSS։ Չտանես սարքես global ինչ-որ եսիմին զիբի։ Բայց դիք ջան, եթե դու flex-ային ինչ-որ բան ես գրում կա global maximum content-ի մասին է խոսքը, որ պալյուբոմու header-ը չէ, մենակ այն content-ն էլ է, footer-ն էլ է, սաղը պետք է կոպիտ ասած այդ կանոնին ենթարկեմ։ Տայք այդ դեպքում всё գալիս ես ըստեղ։ Ինչի։ Ես չեմ կարող ամենտեղ պրոստեսի կոպիանում գրեմ max width, կանամ։ Բայց երբ որ maximum width-ի չափը մի օր զենան փոխեն, տղեկ ես գալու եմ ուղղակի ստեղից այդ տիպը փոխեմ բոլորի համար փոխ։ Հա? Մաքսիմալ տղեկ գլոբալ է, ինչը գլոբալ է, ինչը բոլորի համար է, տվեք ավելի բարձր դիրքից ու մի տեղից։ Հա? Երբ որ նույն բանը մի քանի տեղից ես ասում, դա արդեն իր լրջությունը կորցնում։ Մի հոգի պետք է գաղափարը կոպիտ ասած թելադրի, որպեսզի դա ավելի լուրջ լինի, էլ։ Գնացինք։ Տես մաքսի ջնջեմ տղեկ, որտեղ ես իստեի համար չի սարքյալ, իր մեջիններին պետք է տամել ես։ Նայեք, Գուրգեն ջան, հմի կարանք փորձենք կլասը տանք բանին, ես APP ցոփի։ Հաջող։ Ահա, արի այստեղ նայենք հələ։ Իր մեջիններն են, չէ՞ տղեկ, որ մաքսիմում ունեն։ Ինչ անեմ։ Ինչի տանեմ հասցնեմ, ընդե եթե կարող ստեսնեմ։ Չէ՞։ Այս երկուսն է պետք է ունենան տղեկ, որտեղ երկուսն է բան են։ Չէ՞։ Կամ տղեկ, կարամ ուրիշ տարբերակ առաջարկեմ։ Այս երկուսը մի հատ է դիմի մեջ պետք է դնենք։ Հա։ Այսինքն տանք մոտ։ Այս ստրուկտուրային առումով ավելի դուրս եկավ կլաս ավսել մոտ։ Առանց այս դիվիկը հնարավոր է, չէ, հնարավոր չէ, որտեղ header-ը պետքա background-ը վեկալեր տվեք, որտեղ background-ը մինչև վերջ այդում է միշտ։ Հա, ծերից ծեր այդում է։ Ես ուրիշ տարբերակ չմնաց քան սարքել մի հատ ուրիշ div, որի մեջ դնել արդեն մյուս երկուս։ Հա, այս div-ը նրա համար է, որ զուտ մաքսիմումը պայի իրա։ Հələ ստուգենք։ Ինչքան է իր չափը։ Հա, այս մաքսը աշխատել է։ Կեսից կտրվում է, էլի։ Okay։ Okay։ Ըստ բանի տղեկ, այս իրանց հավաքածի։ Աջան։ Համաձայն եմ։ Մաքսին կարանք տանք, ավչուտ, բայց մաքսի հետ գործ։ Մաքսին տամ, իսկ մաքսին որ տամ ճիշտ կլինի, ինչ կասեք։ Գնում եմ global CSS նորից տիկ։ Գնում եմ margin-ը։ Սրով ավտորսը։ Ինքը արդեն միշտ մեջտեղ կգա, հա։ Այդ իր մաքսիմում 1200 պիքսելով։
Եթե Գուրգեն ջան փոքր չափ է, ստացվելու է այս տարբերակը։ Այս։ Բայց այս դեպքում է նայեք, մեր մոտ կպնում է իրար։ Պատին է կպնում, տիկ։ Հիմա նայեք, տղեկ ջան, այստեղ խնդիրը այն է, որ մաքսիմումը 1200, բայց դեսի շատ փոքր է։ Հիմա նայեք, տեսար աշխատեց արդեն այդ պրինցիպը։ Էլ ինքը չտարածվեց, նայեք, տիկ, ինքը վсё մեջտեղ է այսքան չափով։ Փոքր էլ է։ Նայ, Փոքր ժամանակ որ պատմում եմ, ինքը այլևս բանը։ Ինչ տան։ Header-ին padding տան։ Հա, նայեք, տեսա ցույց տամ։ Ուրեմն սրանք եկեք padding տանք վերևից ներքևիցի, այդ ես գործ չունեմ, տղեկ ջան, թող տղեկ նայեք, ես սենց եմ մտածում։ Այս վերևի padding-ի մասով ես չպետք է մտածեմ։ Էսի թող այս կոմպոնենտը մտածի։ Պատկերացրիք ինչ եմ ասում։ Ես կարամ հոգամ տղեկ, բոլորի ես աչու ձախի վասով։ Պատկերացրիք։ Դե ուրեմն եկեք ուրեմն ավելորդ ոչ մի բան չանեմ, header-ում ուղղակի տամ padding-ը 30 պիքսել, 30 պիքսել, չէ, 0 վերևից ներքևից, չէ, տիկ, 30 պիքսել աչի սախից։ Ով չի ասես Գուրգեն ջան։ Հա, դե հա, շատ ու քիչ հա, բան չես։ Չէ, բարձր։ Այսինքն դու ինչքան էլ ուզում ես zoom արա, ինչքան ուզում ես Գուրգեն ջան, փոքր էկրանով բացի, վсё, էս է, եղբայր։ Մեկ է zoom out անելուց արդեն վсё, տես, էս էլ արդեն Գուրգեն ջան, padding-ը դե չի աշխատում, բնականաբար այստեղ աշխատում արդեն քո այս max բան։ Okay, բարձր է այս մասը։ Ահա։ Դա էքստրակտորնի հաստատ պատկերացնում ենք ինչ որ կատարում։ CSS-ները տարագրեցի public-ի մեջ CSS-ում։ Գլխավոր CSS ֆայլում եկա կպցրեցին բոլոր CSS-ները, որպեսզի աշխատի, թե չի աշխատի։ Ոնց են կպցնում, բանով, import-ով։ Հա, import-ով են կպցնում։ Import public CSS flex global, սա կլասներ, okay։ Հիմա որից հետո, տղեկ ջան, որից հետո։ Մի հատ նորից գանք APP-ն նայենք, header-ը, content-ը, footer-ը կպավ, տիկ main-ը ինչի դրեցինք, որ անտեր չթողենք։ Գուրգեն ջան, գնում ենք header component։ Header component-ը իր հերթին բաղկացած է մի հատ ընդհանուր header-ից, որ էս background-ի color-ը ապահովի, div class-ը նրա համար է, որ մաքսիմումի տրուկը ապահովի, տղեկ ջան, ես չի որ սաղ մաքսերը սենց ենք անելու Գուրգեն ջան։ Այս content-ի համար պալիբամը կարա ուրիշ ձև ստացվի, այս կտորի համար max տալել, հա։ Okay, լավ, գնացինք։ APP top-ը կպցրել եմ, APP bottom-ը կպցրել եմ։ Okay, ինչ մնաց։ Նրանց մեջին, հա։ Okay, բայց տղեկ, ես չեմ ուզում այս header-ը հավաքելու վրա հիմա կենտրոնանամ, որտեղ ինձ header-ը չի, սպայն ավելի շատ հետաքրքիր այլ ստրուկտուրա հասկացողությունում, հա։ Համի Գուրգեն ջան, ինչ ես առաջարկում։ Հիմա ես օրինակ ուզում եմ գնամ այս կատորը հավաքեմ։ Քանի մասի բաժանեմ ու ինչ ձևով вообще ոնց ես պատկերացնում։ Քանի կոմպոնենտի կբաժանեի։ Ահա։ Զայրի ալեկտրոնի բաննա։ Okay։ Content top, մեկ է content ներքևը, դրա մեջ դեպի form անունը։ Okay, բանը, գաղափարապես ճիշտ ես ասում։ Մենակ կանոնների մեջ ես սխալ ասում։ Այն գնացիք։ Էդի որնա կոնտենտն է, չէ՞ դիք։ Կոնտենտի մեջ տղեկ ջան, կգամ։ Գենի ասած, կսարքեմ եւս երկու կոմպոնենտ։ Չէ՞։ Ng generate կոմպոնենտի մեջ կա տղեկ ջան content, չէ՞։ Content-ի մեջ արդեն ինքը իր հերթին ունենք, հա, բան, slider։ Չէ, դե ավելի լավա ճիշտ անուն գրենք ստեղ արդեն, հա։ Ընդ parza ինչի մասին է խոսքը, ստե բարդ կլինի Գուրգեն ջան։ Արա, չէ, ng generate component։ Component-ի, ահա, slider, parza չէ՞ դիք ինչի մասին է խոսքը։ Ահա։ Դες անունը նենց դրեցի Գուրգեն ջան, որ ով մտնի տենամ slider մի անգամից կջոգի որ այդ անտեր վերևի։ Մի հատ էլ տղեկ ջան, արդեն product։ Համաձայն եք։ Product list, չէ՞ Գուրգեն ջան, ասենց ավելի ճիշտ չի լինի։ Ահա, վсё։ Վсё, ախպեր ջան, սաղի համար parza ինչի մասին է։
Տայք, էլի անտեր չթողելու համար մի հատ div կսարքեմ։ Այդ ինքը տամ հենց content։ Չէ, Ինչի։ որտեղ get max։ Այ max-ը ես կարամ իրան տամ։ Ոյ։ Նայ, հələ արի կպցնենք պրոստա, app սլայդերը, գուրգենչով։ Ստեղ պետք է կպնի, չէ՞, վերևից։ Տակից ինչը պետք է կպնի տիկ։ Product։ Product-իստ, չէ՞։ Ահա։ Okay, internet չէ։ Գնացինք, NG serve։ Ահա։ Ահա, այս է ստացան։ Մտելա տակը տղեկ։ App content-ս մտելա footer-ի տակ, header-ի տակ, եթե չեք հավատում ես։ Slider ու product։ Խնդիրը դե հա, այս unassuming position-ը fix-ի դից է։ Միշտ դրա հետ այդ նույն պատմությունը ունեցել է։ Okay։ Ինչ անենք։ Content-ին պետք է տանք margin top, հա։ Content-ին տամ margin top։ Թե բանի։ Այն բանը թե option margin and header-ի margin բոցում է դու թող ներքևը։ Header-ինը, header-ի մեջ չի խնդիրը, header-ը fix-ի դա։ Ում։ Հա, կարամ։ Հələ եկեք սես բան, փորձեմ main-ին տամ padding։ Նայ։ Անգամից վերևից լուծեցի տա։ Հա։ Main-ին։ Գուրգեն ջան, այս app-ը header-ը position-ը fix-ի դա։ Ինքը margin top-ը բանը դի։ Absolute ինչ margin top։ Հա։ Դրա համար պետք է main-ին տանք, ասենք եղբայր թող քո content-ը սկսվի խոսքի 50 կամ պետք է вообще նայի տենա ես ինչքան է 70, ահա 71 ջան դες ձևական եմ տալիս, հա կարա շատ ավելի ուրիշ թիվ կա էլի, որտեվ ես վերջնական չեմ հավաքել, չէ՞, դες ձևական դրած բաները, ձևական, այսի մի կարա 120 ինչքան է իրանց։ 115 pixel, այսինքն padding top-ը դե ավելի պետք է տայի, չէ՞։ Okay, տայք չէ։ Գնացինք։ Content-ի մեջ slider-ը կպցրել եմ product list-ը, հա, բանում չարի էր։ Ուր գրեմ էդի տղեկ։ Main-ի CSS-ը որտեղ էր main-ը вообще։ Հա, նայ, Գուրգեն ջան, main-ը գտնվում է բանում, app component-ում։ Էդի նշանակում է, որ ես main-ի style-ը պետք է տամ app component CSS։ Իրա CSS-ում էլի։ Հա, padding top-ը դե, չէ։ 70 pixel ինչեր։ Ահա։ Տեսեք տղ կամած խելոք հերթովեցում եմ, որ վրազեցի եսի եստեղ հասնողը չեմ։ Հիմի, բնականաբար խնդիր ունեմ ես վրա հետ։ Որտեղ տղեկ ջան, եսի բանի մոմենտն է, մաքսը չեմ տվել։ Ում տանք, content։ Բայց ինչ-որ մի հատ նիստիկով կա տենում տղեկ։ 30 pixel-ի։ Այո։ Ուրիշ լուծումա պետք։ Մի րոպե։ Լավ, շատ ճիշտ է, ըհը, իհարկե։ Տենց է պետք է լիներ։ Եթե սխալ եմ արդեն գլխից արել, բնականաբար ես անդադ այս հարցի առաջ կայնելու էի։ Տեք, մենակ header-ը չի։ Ես ինչ արի։ Հա, ես արդեն լավ, ես մոբայլ տարբերակ եմ դրել։ Տեք ջան, նայեք։ Տենում եք ես is-ը պահած է պալիբոմ։ Հա? Ես is-ը պահած է։ Դաժե այսպես կարամ պահեմ Visual Studio, որ տենուք։
Տես, դրգին ինչի մասին է խոսք։ Այդ նշանակում է, որ այս մարդիկ ոչ թե գնաց են մեր պես անկապ հետերի մեջից են padding տվել։ Այսինքն մենին տվել են 30, չէ, 80 վերև ներքև, հա, աջ ու ձախ, տենց։ Մաքսին են տվել։ Որ բոլորը Գուրգեն ջան, բոլորը ունենան այդ նույն չափի padding։ Համին նայ։ Այսօր մենին տան չէ լինի, Ու մենին, մենով։ իրանց գրկով։ Հա, մենին է դա իր կլներ, հասկացել եմ, հա։ Կլներ, տիկ կամոտ ես Հա, հեսա, տես արդեն, հոպա, տես իրար հետ արդեն սիրուն խելով խոսում են տղիկ, նայեք իշքան է բանում են, բայց աստեղ ինչ-որ բան է մնացում, գիտես։ Ուրիշ բան է, աշխատում վրեքները տա իջոր գիրեք։ Դա է padding անում, ուրիշ տեղ padding տվել, Որդի չտվիկ, չէ։ հա։ Ինչ եղավ ես տիստիկով, ինչ հասկացա։ Բայց կարող եմ դեր ինքնոպը Այս բանը ոնց էր բրեն վեկալ ես չլնի ես padding-ի մոմենտը, մաքսը։ Նմրինգը Նայ, հաջատում ես, բայց ընդեր հազոր եմ։ արա ախպեր էլ ուշադիր նայեք։ Ինքը հենց այն գվթից է իրարից, նայ, դաժի իրան առանց padding-ի է այդ խնդիրը։ Եսկան padding-ի մեջ Արա հես ախպես։ Կոնտենտ արդեն զազորով այգե, չէ։ Նայ ֆուտերն էլ է կիսատ։ Ես նույն քո խնդիրն է դիք։ Ինչը վերջ չի էթի։ Հա, բոդինա։ Margin 0, padding 0 բիլիտա, Նայ, բոդին ես պայդրությամբ, նայ, հելուստե նայ, բոդի վրա պահում արդեն կողքերը գծես, տես մարջինով սպիքսերը, գրած, ես, հա, այդ էշի թվից եկած բանը, ինքը option-ի աղուտը տալի, դիք չներ, ինչ չլներ, ինքը option-ի աղուտը, ինքը 4 կողմերը ուտ է տալի, բայց չպետի պահի, ահա, չպետի պահի, ասկետ, որ Գոբի գերել է մենքի օգնեն։ այս margin է տվել, չետ պահի, երկուսն է հանում, ասեք ուստը չի, չէ, դզվավ, այս է, տես շունի տիկ վերցել է, Հա, բայց իմը պարի դասպետ է։ հա, ահա, լավ, դզվավ է դեշությունը, տակ չեն, լավ է, ֆութերին չեմ տվել, տվիկ ճան մենակ, հա, դրան կաց վերջում, ֆութերին մի քան, հա, չեն, ասեք իսարկին գուգեն ջին, Սարքեմնատիվ, կլասը տամ, այդին տանք, ֆութեր, չէ, ոքեյ, այս ֆութերին է մի հատ կլաս տամ պրոստը մաքս, չէ,
ID տվել եմ կարող է տիկ պետք չլինի вообще կարող է պետք լինի էլի մարդ գիտեմ դա չի դա Դες ես չեմ խորանում տղիկ թե ինչ հանելու մեջերը ինչ պետք է լինի դա եթե ստրուկտուրնի հիմա խնդիր չունեմ ես արդեն հանգիստ կանեմ Պորջան 10 եմ կզանգեմ էլ էցի վրաս չի Ինչ լինի Արդեն դու մեջի չափերը կառավարի, всё, արդեն գնա, հա, ինչ ուզում ես արա, մեկը դու դաշ եթե սխալ չափ տաս, տիկ ինքը լոջվելու է, տրակելու է։ Դες, Գուրգեն ջան, նայ այդ մաքսի համար, օրինակ։ Всё, դու արդեն ոնց ուզում ես հավաքի, հա? Պրոստը իրանք բանն են, դե մի հատ ավելի փոքր չափ կա, որ այդ փոքր չափից էի կողմ իրանց մոտ հեռախոսային տարբերակն է սկսելու էլի։ Okay, տղեկ ջան, հիմա Դες քարտեր մարտերը չեմ բանանի հիմա։ Հələ եկեք հասկանամ էլ որտեղ կարակ դժվարանա։ Որտեղ Ուր ասա։ Ախ էս, հա, okay, ահա։ Բավարի վախտել ան, հա։ Էսի չենք անդեմ, դիք չեմ։ Չէ, բացվողները չենք անդեմ։ Հետի հետո կասեմ, էլ։ Չէ, էս էլ չենք անում։ Չէ, դի։ Ну կարակ հավաքեք իրականում, կարակ ստանանք, պրոստը իմաստ չունի, որտեղ հետո ուրիշ բան ենք տեղը օգտագործելու, էլ։ Չէ, չեմ ուզում անիմաստ բաների վրա ժամանակը ծախսել։ Էս էլ ենք հետո ենք հավաքելու։ Կարաս ես սիրում անը ստանաս իրականում, չէ՞, հա, էսի կարաս ստանաս, օրինակ Գուրգեն ջան, այ։ Էս որ նկարը փոխվի։ Նկարը փոխվում է։ Հա, նկարն է փոխվում։ Իհարկե։ Դառնում է, direkt գիտը դառնում է։ Անիմացիայով են փոխվում, էլի, հա։ Даже կարակ կլասով անեք, որ ես անիմացիան ստանաք եւ այլն, էլի։ Okay։ Հիմա եկեք մի հատ ստրուկտուրային առումով հասկանանք տղեկ, այս շուլերները ինչ են արել։ Տոկոսային բաժանել են տղեկ։ Այս 3 մասերի։ Բայց հələ եկեք վերևի մասը կոպիտ ասած չկապենք բանի հետ, հա։ Գիտես բադ որն է։ Ըստ մի հատ նոր բան կան, այս պետք է անենք տղեկ, որ այս նրանք միշտ նույն իզով իշնեն, այ։ Ներկանում տղեկ, սենց հասկացողություն կա, CSS-ում, ֆլեքսից բացի, գրիդ։ Ես չեմ հիշում, սենց դասով ասել եմ ձեզ, թե չէ, բայց ինքը դասավորելու համար ավելի լավ գործիք է օրինակ, էլի։ Էլ էդ գաղափարապես նույնն է, մեզ չի եսում։ Գապան, դարաշ չտա։ Ստեղ գիտես իրա ինչն է լավը, տիկ ես գրիդի, իրան կարում ես ասես, օրինակ, բաժանի 1-ը 2-ի, ճոգի, ասում ես ծր առաջինը մի մասի, եսի 3 մասի, հա, նայ Գուրգեն ջան, արդեն էլ տոկոս է չես տալի։ Այսինքն Նայ, դիկ եսի, մի նայ Գուրգեն ջան, ստեղ պետք է տայր տոկոսային, ասեիր օրինակ, եսի 20%, եսի 30%, չէ։
Նա այսպես լիքը տարբերակներ ունի, բայց եկեք ավելի լավ կայքից ցույց տամ, էլի։ Այսօր ավելի լավ է ձեզ այսպես խորհուրդներ տամ, որ կարողանաք հեշտ հավաքեք։ Այս ֆութերը իրականում բռնցնելը տակ, ես չգիտեմ դաժե այս ֆութերը։ Հա, ուրիշ է ձիչ պետք ես։ Հա, չնայած։ Կամ է կարաս գաս ուրիշ է պրոստ։ Հա, ֆութերն է, ահագին կտորներ ունի։ Ես սրանք մի հաշվի կտոր, եսի նույն բանն է։ Հայ։ Նկար որպես։ Սրանք։ Ես այն մի ջանց վեսի չի։ Ես նկար ասա վրակա։ Բանկա, QR գեներատոր։ Ես չէ, հա, բանա, պատահականության սկզբունքով ալգորիթմա պրոստը էլի։ Եվ այդ ալգորիթմն այս պետք է անի, որ չկրկնվեն, էլի։ Okay, գրիդի մասով, տայք, ես գրիդը կուզեմ, որ մի հատ շատ նորմալ նայեք, որտև ես գրիդը կարա այստեղ ձեզի օրինակ օգնի ու լիքը հարցից պրծեսնի։ Որտև ես անկեր ստեղ առանց գրիդի չեմ պատկերացնում, էլի։ Գիտես ինչ ես անելու, տիքսինց են, որ թքելու ես կպցնես այդ մարջիններով, էլի, հա, մարջինով լուծում, այդ ոնց որ մի քիչ գրդոնչու լուծում է, էլի։ Այսինքն հիմի կարաս անով բոթնի 10 բաժանի 1.7 մասի։ Չէ, 7 չէ, գուրգեն գաղափարապես, նայ, այս մենք էսի վերևին առանձին կոմպոնենտ ես, չի առ, ներքևինը պետք է ասես գուրգեն ջան, էսի մի դիվի մեջ ես, չէ դու գցել, էսի մի դիվի մեջ ես գցելու, այսինքն, էս էլ մի օբշի դիվի մեջ, դու պետք է ասես 3 մասի ինքը բաժան։ Հա, բայց նես չի 3 մասի պրոսը, դու պետք է ասես որը ինչքան տա, էլի։ Տեսա, նա ինչ կայֆոտ հավաքում են գուրգեն ջան, ես։ Տես ստրուկտուրանտիկ։ Header-ը, նայ, կներես տիկ ջան, main MTN արանք թողի ու sidebar են դրե։ Էսի իրանք սա հավքել են, գրի template արես։ Նայ ինչ արի։ Կոնկրետ տվել է այս կլասը, էս են։ Grid column 50-50 ավտոբանս են։ Ա կայֆոտ բան է տա, էքսենցած։ Item A, item B։ Ես in principe լավ կարակ ես մասում նատ խորան եմ։ Եթե չկարնակ ես սկով։ Իրանք սենց է բաժան են։ Հասկանամ իրանք ոնց են բաժան են։ Հա, չէ, բարկոմը նա իրանք։ Լավ, իրանցը որ նայենք աստղ շեղվել ենք, տայք, իրանք սպանը խանգարել է ամեզ, էլի, հա? Այ, ես չատ GPT-ն է կեզի տանելու խապ։
Դեք ChatGPT-ին կարող է երբեմն օգուտ տալի, երբեմն լավ բան է, բայց սովորաբար երբ որ ինքը քեզ լուծում է առաջարկում, քեզ թվում է ինքը ճիշտ լուծում է առաջարկում։ Բայց իմ փորձից ելնելով եմ ասում, ChatGPT-ին մեծամասամբ սխալ լուծումներ է տալիս։ Ինքը դեռ այդքան զարգացած չի։ Միգուցե բան չունեմ ասել, մի 4 տարուց ախպեր ջան, կարող է ինքը շատ լավ կոդ գրի։ Բայց այս պայդրությամբ ինքը պրոստը զիբիլ է գնում։ Okay, դու այդ իշքան պետք է խորանաս, ինչ ա, դու այդ իշքան մանրամասն իրան պետք է բացատրես, որ այդքան որ ժամանակ ծախսեմ տիճան, կդնեմ Google-ից պիտի արագ փոխեմ պիտի դեմ ուզած։ Նախ ինչ տալավ է, մի նայ, երբ որ ես բան եմ ուզում ցույց տամ, չեմ գրում, չէ՞ ChatGPT-ում grid layout։ Նայեք, դե ես միշտ post եմ տալիս, CSS grid, ինչի Google ջա, որտեղ նայ։ Ես մտնում եմ դեմից SH։ Կարծում եմ ուսումնասիրում եմ օրինակները աշկստենում։ Մտնում ես տիկ ջան, ուրիշ է։ Այդպես դու սենց քեզի օգտվում ես, որ ավելի շատ ինֆորմացիա ունենաս։ Իմի կոպիտ եմ ասում, դու գործի մեջ չես, որ ասեմ ախպեր դե մարդը գործի մեջ է վրազա ժամանակ չունի։ Դա թափով դնի ChatGPT-ին։ Ես միշտ մինչև ես վերջերս դա ChatGPT ես նոր եմ սկսել օգտագործել, અને ես գիտեմ որ պահին է կոնկրետ անձի ChatGPT-ին։ Մնացած դեպքերում ես սենց եմ պրոյեկտ տալի, մարդ ես ախպեր, կարող է աշկը տիկը բան ա դեն։ Դու տենց քո ինֆորմացիան կրճատում ես։ Լիքը քիչ բան ես իմանալու, է։ Ինքը քեզի պրոստը լուծում առաջարկել ու պրոստը համաձայն։ Այս ինպուտը ոնց ես հավաքել Գուրգեն ջան։ Ահա։ Որտեղ կտանքում որ չեղա, պրեսորը կմնացի, հայտը կմնտեք, պրեսորը կմնտեք, բայց դիմի մեջ կպատված կմնի, կամեր, ուչի չգոր իրար չապեր, մատ դիմի մեջ պատված կմնի, իրար, ինպուտի բան կմնան չես, կտա պլեքս, չէ, սպայ կոմոտենտը, ծեր, սպետ դիշին, որ երկուսը կծիծեր, նկար կրնի բանով, որսս նստորեն ետ ինչ ոտեր, Ես? Այս բան է, որը նոր կտաս ոտեր բաները չեղա, անում չէ, որդը ռադուսն է, այդ բանին, դիլին է կտաս միտաս, կտասնի, բեգրանդ պրոգրամ է կտաս այդ կարշին, սիքտերի հայտը բանում, Քիչ տագին մոդի, բայց որ շարժում է։ Մոդալպես էպես մոդում։ Okay. Ես ողքին է, նադելի դիվ։ Որ էսի։ Նադելի դիվ կրնի։ Ահա։ Այս բան կրնան չէ։ Էրդի սաղ փոքրի դիվեր կրնեն, դրան մետ կրնի image, մետ սպան, պրինցիպի։ Բան միչ փոքր կտած, form դիվ կրնի։ Form hidden դիվ կրնի, փոքր ֆեքսիվալ չապ կտած այդ ներաների, ասում է սպանը քցի տալը։ Եթե չքցեն պլեքս կոլիմը։ Այս դե ամեն էս մի հատիկը մի հատ առանձին դիվ ա, չէ՞, այս հացած ամեն մեկ։ Դիգը փաթած մեր դիվ։ Մի հատ օբշի դիվի մեջ, okay։ Համի բանի բան, տերմինայ, ստեղ նա ուրիշ բան կա, որ վերևի top, hidden top-ը մի 3 հատ դիվ, այդ ամեն ինչը մի մեջ է։ 3 հատ առանձին դիվ։ Այն top-ը այն ամեն։ Հա, okay, հա։ Top-ը։ Նայ, որ justify content տաս, նու flex տաս justify content justify տաս, ինքը բանը, ավարի, ապը, ես ինչու, քցի մեջտե, ես ոնց որ բանի նայցի, նա վալբերել, ինպուտի մի քիչ ես կողմ աչ է կարող ինքը։ Ես դրա համար եմ ասում, դու grid-ով պետք է անենք, ոչ թե flex-ով։ Հա, եթե դու գնացիր flex-ով, էլի էդ էի ասում, ինքը անդադ տեսքում մի հարց ես ունենալ։ Գալակ մի հատ flex-ով փորձեք։ Նա տեմիլեք կրաչ։ Հա։ Ոնց որ մի հատ մայցում լեկ սենտը, այդ սենտի մեջ, այդ մեջ դրա։ Հա։ Նա օպշնի մեջ է, վերևին է այնի այրը, նա փոքրի մեջ ստանել։ Այն եկնի դու։ Ահա։ Իրա մեջ մարգին չի բայց բանը։
Նայ, խնդիրը այն է, որ էսի իրար չճանաչող կտորներ են, չէ՞։ Այսինքն մենի ուրիշ կոմպոնենտ է, այնի ուրիշ կոմպոնենտ։ Որովհետեւ ասած CSS-ային առումով իրանք իրար չեն ճանաչում դիքտը։ բայց իմոտ բանը այդ կոմպոնենտը ուղիղ է։ Հասկացա։ Բանը չի, Դու սենց ես բաժանում։ Իմոտ նա կոմպոնենտը մաս сайթի համար, նա Facebook-ին նա դաշին։ Okay, լավ, հասկացա, լավ, հասկացա։ Բայց պետք է փոխել, հա, դիք։ Փոխի որ ձերը տեսավորի, որը տես պետք է ստրուկտուրան քչի, էլի, հա։ Okay. Դայք պատկերացրեցինք, չէ՞ սա ինչ ասել եմ։ Գնացինք։ Իրականում այսօր մի հատ թեմա կար, որ պետք է անցնի, դել չեմ անցնի այսօր, բայց եկեք մի հատ նախնական իր մասով մի քիչ ինֆորմացիա տամ ու ինչի համար ինքը մեզ ընդհանրապես պետք գալու, էլի, հա, ինչ ենք էդի սովորելու մենք։ Գուրգեն ջան, կհիշես մի օր մի հատ հարց տվեցիր, որ մեկը մյուսին բան փոխանցի։ Օրինակի համար, տվեք, սենց ասել։ Հա, դες չեմ։ Նա միտքը ինչևից է, միտքը հետևյալն է։ Մի կոմպոնենտը մյուսին ինֆորմացիա տա։ Մի նայեք, տվեք։ Ուրեմն սենց գաղափար կա, կոչվում է input։ Էլի input-ը։ Input բառը տվեք вообще նշանակում է ներմուծել, հա, մուտք անել։ Ոնց հալած։ Չգիտեմ գրական ճիշտ բառը ոնց գրով։ Զուտ նայեք, օրինակ, այս որ ասում եմ input սարք է, input-ը մեր համար ուղղակի tag է եղել, չէ՞, մինչև այս բառը տվեք։ Input-ը ոչ թե պրոստը տակ tag է, տվեք իրականում, այլ input-ը զուտ բառ է, որը որ նշանակում է մուտք։ Հա, տես դու մուտքագրում ես քո տվյալները կամ մուտքագրում ես ինչ-որ տվյալներ, դրա համար այս անտերի անունը input։ Okay։ Angular-ում է կա input գաղափար, գուրգին։ Input-ը նրա համար է, որպեսի երբեմն պետք է լինում, որ ծնող կոմպոնենտը իր ունեցած զանգվածը գուրգին ջան։ Տա երեխուն։ Օրինակ է համար։ Ինչ է նշանակում նախ ծնող ու երեխա կոմպոնենտ եւ այլն եւ այլն։ Հիմա եկեք նորից։ Այստեղ չէ, main օրինակ կոմպոնենտ չի, դրա համար ինքը չի կարա հանդիսանալ ծնող կոմպոնենտ։ Այ այս դեպքում ճիշտ ես լրիվ։ Header կոմպոնենտը հանդիսանալով ծնող կոմպոնենտ կարա գուրգեն ջան իր փոփոխականները, հա, իր կլասի ամեն ինչը փոփոխական, ամեն ինչը չէ, որ ֆունկցիաները չի։ Փոփոխական կլինի տիք ջան, լիքը ասես բաներ, փոխանցի օրինակ bottom կոմպոնենտի։ Ինչով է դա օգնում։ Օրինակ, գուրգեն ջան, եթե ունես մի հատ ինֆորմացիա կամ զանգված, որը որ պետք է քեզ համստեղ, տիք ջան, header կոմպոնենտը, ծնող կոմպոնենտը վերցնում է դա իր մոտ, ասում է եղբայր, ես ձեզի կփոխանցեմ։ Որպեսզի գուրգեն ջան, երկուսն էլ առանձին չպահեն այդ ինֆորմացիան։ Կամ, ասեմ ավելի, տիք, հմի նայ։ Այբերիսի վրա ստեղ որտեղ բերեմ այդ օրինակը։ Նայ, հմի, այս նույն ցանկը ապրանքների պատկերացրու դրանց ստեղ ուրիշ բան կա, որ այդ օրինակը ստուգում բերում են։ Լավ, օքեյ, եկեք մնացել բան ճիշտ է։ Հմի, եկեք սենց մի հատ ձևական վերացական պատկերացնենք տղեկ, որ մենք ուզում ենք bottom-ում ու top-ում նույն վերնագիրը ցույց տալ, հա, շատ չեմ խորանում, օքեյ, նայեք ինչ եմ անում։ Ուրեմն header-ում մի հատ փոփոխական կա տղեկ, անունը բանը, title-ը։ Բանը ինչ-որ բանը, վերնագիր, կապ չի, օքեյ։ Տղեկ, ուրեմն այս title կոչեցյալս, ես ուզում եմ երևա համ ստեղ, այս վերևի մասում, համ ներքևի մասում։ Չէ, իմ ասած input-ը, այդ input-ի մասին չի խոսք։ Ինքը լրիվ ուրիշ հասկացողություն է, այդ սովորական input-ի հետ вообще կապ չունի, գուրգեն չի։ Պրոստը անում է, էլ։ Հիմա header-ը ուզում է իր համ top-ին, համ bottom-ին փոխանցի տիկ էտա։
Գուրգեն ջան, որպեսզի դու կարողանաս կոմպոնենտից, ծնող կոմպոնենտից բան փոխանցես, պետք է նախ քո Չէ, հեսա ձև կա հատուկ, նեշ հեսա տենց պետք է բացատրեմ ախր։ Հəmin այ, կոչվում է input, որը որտեղ ջան, էլի իմպորտալ։ Եթե Գուրգեն ջան, քո կոմպոնենտը, ում որ ուզում ես բան փոխանցես, չի սպասում, դու չես կարողանալու իրան բան փոխանցես։ Դիք քո կոմպոնենտը պետք է սպասի, որ դու տես բան իրան փոխանցես։ Ամ դրում title-ը։ Տալիս ենք string, ուսը։ Նայ Գուրգեն ջան, ես այստեղ արժեք չտվեցի իրան։ Ես պրոստը տիկ ասեցի, որ սպասի եղբայր, որ քեզի մեկը title-ը տալ։ Input նշանակում է, որ դրսից քեզ բան են տալու։ Տեք ջան, input օրինակի համար, այս պահին մեր համար input հանդիսանում է դուրը։ Որտեղ մենակ դրնից կարա մարդը։ Հա? Մուտքը, կոպիտ ասած։ Սենց լուսամուտ թողես։ Դու կարաս Գուրգեն ջան, մի քանի հատ ասենց պատուհան թողես, որ դրսից քեզ բան փոխանցեն։ Հա? Ավելի շատ պատուհանի էֆեկտ ունի, տվեք։ Դու ինչ-որ ֆորտուշկա պետք է բաց պատուհան պետք է ունենաս, որպեսզի քեզ դրսից մեկը բան փոխանցի։ Թե ով է փոխանցում, ձեր համար տարբերություն չկա։ Կոմպոնենտ ասում է, եղբայր, ես ուղղակի մի հատ բաց ֆորտուշկա ունեմ, այդտեղից ինֆորմացիա եմ սպասում։ Բարձա, չէ՞ միտքը։ Հիմի, տղեկ հաշվի կեսի իմ փոփոխականն է։ Input բառը տղեկ էսի գրեցի, որ պատկերացնի կոմպոնենտս, հա, կոմպոնենտս հասկանա, որ այս title կոչեցյալը իրան փոխանցելու են դրսից։ Լավ, Գուրգեն ջան, էսի սովորական բանի պես տալ օգտագործի։ Հա, կամ էս փոփոխ այլ։ Հաջան։ Չէ, էսի վերջ չկա։ Всё, Գուրգեն ջան, դու ասացիր, որ քո top կոմպոնենտը սպասում է։ Տիկ ջան, տարել ես դաժե օգտագործել ես քո կոմպոնենտի մեջ։ Հա? Այդ նույնը ոնց որ ասեմ ախպեր, դսից փող եմ սպասում, փողը բերեմ ծախսեմ, բայց փողը չփոխանցեմ։ Տիկ ջան, փողը պետք է փոխանցեր իտոգում, header կոմպոնենտ, բայց ոնց տենում եք, փոխանցած չի։ Քանի որ ձեր կոմպոնենտը արդեն իսկ input դաշտով, հա, այդ շնիկ input-ով, դեկորատորով, էդ էլա, չէ՞ դեկորատոր Գուրգեն ջան, ոնց որ directive-ը, ոնց որ կոմպոնենտը, ոնց որ JS-ի ինչը, ոնց որ injectable, որ գրում էինք։ Նույն ձևի directive տվեք ջան, դեկորատոր կներեք, այդ input կոչեցյալն է, նա հուշում է այն մասին, որ բաց պատուհան ունի, ու տիկ, ըստեղ արդեն կարաս գրես title-ը հավասար է, title։ Ձևնատից։ Որպեսի ձևավոր փարագծերի քառակուսի է դառնում։ Քառակուսի դե պետք է սա իմանաս, Գուրգեն ջան։ քառակուսի ձևավոր է դառնում։ Սա պետք է հիշես։ Նայ, էսի գրեցի տղեկ ջան, table, բան, title parent։ Գիտենք որ բան է, չէ, պրինցիպի input-ը գրած է, գրում ես քառակուսի փարագից հավասար է ու պրինցիպի գրում ես փոփոխական դառնում, всё։ Առանց ձևավորի դիք վերաբերում է վայրին, հա։ Հայ, Այդ սաղ պետք է սովորեք ու հիշեք տղեկ, բա մեր ջանը քարա, հիմի նայեք տղեկ, անունը փոխեցի փոփոխականի, որ չշփոթեք։ Title parent-ը տղեկ ջան, title parent-ը, header կոմպոնենտի փոփոխականն է, որը որ title input-ի պատուհանի միջոցով, ոնց որ պատուհանին անուն տակ տղեկ։ Հա, ինչ ուզեմ կտամ Գուրգեն ջան, այս պատուհանի անունը, ուզեմ կգրեմ ագելեջեկը։ Այսինքն հադագը չպի պահի գիտեմ։ Հա։ Ոչ ընդեղ ինչ գրես փոփոխականի անուն, մանուն ընդեղ ուրիշ բան փոխես, իդեալական չի։ Դու քո կոմպոնենտում ինչ ուզում ես անվանի։ Կարևորը դու բեր այդ մարդուն, այդ պատուհանով, ճիշտ պատուհանով փոխանցի ինֆորմացիա, հա։ Այն անով, որով որ ինքը սպասում է։ Գնանք ստուգենք, այս վերնագիր։ Այս վերնագիրը տակ ջան գտնվում է top կոմպոնենտի մեջ, հա, top կոմպոնենտի մեջ։ Ճիրուն նկարած։ Okay։ Ահա։ Ինչն է այս input-ների իմաստը տակ, պաստարանի ինքը պետք է գալիս, հենց ասեմ, օդու ջրի պես բան է, բնականաբար այսօր թեթև անցավրով, որ չեմ ուզում շատ հիմախորը, էսի մի հատ Այս input-ը որ կա, voice-ի դեր։ Էդի կապ չունի։ Չէ, մոդարապես պատկեր։
մի փորձի դաժե կապես, հենց դաժե փորձի իրար հետ կապես ոչ մի ձևով չի ստացվում։ Չէ, նայ, որտեղ պոյսկ է ստանում, ինչ-որ տան, Հա, էսի գնում հասնում են տեղը, պոյսկի, այդ պարամետրը գնում հասնում են դեր, ինգուտի միջի գերած պարամետրը, այդ լոշկով ձետը bottom, top bottom, hidden top bottom, hidden bottom component-ի այդ input-ի value, որպես պարամետր գնում հասնում է նա ուրիշ է, որ ավտոմատ ինչ-որ այս տվյալ պոյսկի նկարի, որպես պարամետր։ հա, Այդ իգետ կաբի մասին չի, դա դիգարուշ կան։ հրավիրուշ կան։ Էսի նրա համար է գուրգեն ջան, էսի ինչ անում։ Եկեք հələ պատկերացնեմ։ Երբ որ դու ստեղ բան ես պոյսկ տալիս, այդ պահածը input-ի value access-ը հիշում եք, որ request-ը անում բեքի։ Պետք է տաս zaпрос պետք է անես, գուրգեն ջան, request պետք է անես, որպես պարամետր փոխանցես այդ քո գրած բառը, որ տեգ ջան դա գնա project backend ավելի backend-ը արդեն ավտոմատ քո գրածի հիման վրա տվյալների բազայից գնա գտի որոնք համընկնում դա հետ վերադարձնի քեզ ու դա նկարես լավ առանցին process կապ չունի հա ես բոլորասի ստալիս պետք է գալի ջոկի զուտ չէ դի մի քիչ ուրիշ իմաստի վերաբերյալ որ հիշում ես կինոյի սայթը սարքի պոյսկի դերը հա որ գրում է այդ գրածը դեպքում ընդդեղած պարամետրեր համեսանում հա օքեյ հասկացա չէ նա որպես ֆունկցիայի պարամետր է հա ես այդ պարամետրի չէ էսի ավելի այս կոմպոնենտից եկում մի քիչ ուրիշ սխեմաներում ու մի քիչ ուրիշ կոնտեքստներում այնք կիրառվել էլ ես ավելի լավ օրինակներ կբերեմ բնականաբար որ ավելի բարձր ու հասկանալի լինի Okay, то и что, не смотри, эти демчик шут авортик, ха? Ես չեմ կոմպոնենտի Ուզում ես խապարվա Просто ну обычный պատկերացրել դրանից մի քիչ Շատ դա դայ բան շատ բնի դրա համար հեսա կարակամած կամած մի օրինակի համար ես այս վիդեոն կսեմ